Մարդը ապագա հեռավոր օրեր նայելու համար պետք է այսպես ասած իմաստություն, հասկացողություն ունենա։ Երկրավոր մարդիկ էլ ինչ-որ ապագա կազմում են, հեռուն նայում, բայց չեն կարող նայել այնպես, ինչպես Աստծո միտք ունեցող մարդը։ Աստծո հասկացողությունը, Աստծո խոսքով հեռուն ցույց տվող գիտությունը ունեցողը։ Հավատացյալը ավելի հեռուն է նայում, մահից այն կողմ է տեսնում, ապագա է տեսնում։ Երկրային արքայությունը մենք չենք եղել, բայց երկրային արքայությունում որոշակի բաներ, ինչ է պատրաստված մեզ համար, որոշակի բաներ տեսնում ենք, այսպես ասած։ Երբ որ Տեր Հիսուսը խոսեց աշակերտների հետ այսպիսի մի խոսք, ասեց Հովհաննեսի ավետարան 13:33 համարում, «Որդյակ, տակավին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ, ինձ կորոնեք, եւ ինչպես հրեաներին ասեցի, թե որտեղ որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ, հիմա էլ ձեզ եմ ասում»։ Հասկացան, որ շուտով պիտի բաժանվեն Տեր Հիսուսից, տրտմել էին, բայց տեսեք իրանց տրտմությունը բժշկելու համար ինչ է ասում, 14-րդ գլխի առաջին համարից կկարդամ, 1-ից 4 համարները։ Ձեր սրտերը թող չխռովի, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ կասեի, գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր ես եմ, դուք էլ լինեք։ Եվ որտեղ որ ես գնում եմ, գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Տերը այսպես ասած հայտնում է նրանց Աստծո արքայության մեջ բնակարաններ կան, արդեն պատրաստված են։ Եվ ասում է, եթե ես ասեի գնում եմ ձեզ համար բնակարաններ պատրաստեմ, արդեն կան, սակայն գնում եմ ձեզ այնտեղ այն բնակվելու, այդ բնակարաններում ապրելու արժանի անեմ, որ տեղ տան ձեզ այնտեղ, իր անունով, իրենով, իր շնորհքով արժանանանք այնտեղ մտնելու, եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, այս իմաստով ասում, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ։ Սա այս խոսքերը իհարկե իրոք դեղ էին աշակերտներին, որ տրտմություն, այն խռովությունը, որ այդ խռովություն նկատի ուներ տրտմություն ապրեցին, որ Տերը պիտի բաժանվի իրենցից, բժշկվի իրենց սիրտը, տեսնելով, որ մենք մարմնով տեսնում ենք Քրիստոսին եւ հիմա շուտով պիտի բաժանվի մեզանից, այս բաժանումը ժամանակավոր է։ Սա մխիթարություն էր, նաեւ մխիթարություն է մեզ համար։ Այս խոսքով մենք պետք է ապրենք, հեռուն նայենք, ծրագրեր կազմենք։ Ինչպես ենք ապրում եւ մեր երկրավոր ծրագրերը ուր են տանում մեզ։ Դրանք շատ կապ ունեն։ Ինչ քան որ տեսնում ես ապագա, այնքան կարող ես հեռու օրերի համար ծրագրեր կազմես։ Եթե մարդու տեսադաշտում տեսնելու հիմքը Աստծո խոսքն է, երկնային արքայություն կարող է տեսնել։ Մարդիկ, որ չեն հավատում, կա երկինք, կա դրախտ, Աստծո առաջ կանգնելու հնարավորություն կա, չեն հավատում, միայն այս երկրավոր կյանքով տարված, ունեցվածքով տարված, երկրավոր հեռանկարներով տարված ապրում են այս ժամանակավոր կյանքի համար, բայց շատ զղջալու են, որ չհավատացին Աստծուն, կանգնելով, երբ որ կանգնեն, օր գա ու կանգնեն Աստծո առաջին, զղջալու են, որ կորցրեցինք, թեև շատ էինք լսել Աստծո ծրագրերի մասին, բայց չհավատացինք, որ մենք պատրաստ էինք մեզ։ Այնպիսի մի կյանք դասավորենք, մենք էլ մտնենք երկինք, չարեցին, շատ են զղջալու։ Եբրայեցիս նամակում 11-րդ գլխի 1-ից 10 համարներում խոսում է հավատքի մարդկանց մասին, Հաբելի,
Ենովքի, Նոյի, Աբրահամի, Սարայի մասին, որ նրանք հավատքով ապրեցին, հավատքի գործեր ունեցան, նրանք նայում էին ապագա, հեռուն։ Եվ 13-րդ համարում, այդ նույն գլխի 13-ից 16-րդ համարը կարդամ, սրանք ամենը մեռան հավատքի մեջ, առանց խոստմունքներ են ստանալու, այլ հեռվանց տեսնում էին նրանց և ուրախանում, և բարևում էին և դավանում, թե օտարներ և պանդուխտներ են երկրումը, որովհետև այսպիսի բաներ գործողները հայտնի ցույց են տալիս, որ մի հայրենիք են որոնում, և եթե այն էին հիշում, որից դուրս եկան, ապա քիչ ժամանակ ունեին նորից ետ դառնալու, բայց հիմա ավելի ազնիվին են ցանկանում, այսինքն երկնավորին, և նրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետև մի քաղաք է պատրաստել նրանց համար, ինչպես որ Տեր Հիսուսն էլ ասեց, չէ, եթե գնամ և ասեմ ձեզ այնտեղ տեղ պատրաստեմ, արդեն բնակարանները պատրաստված են, Աստված արդեն այդ քաղաքը պատրաստել է, այս մարդիկ մեռան հավատքով, պահեցին իրենց հավատքը մինչև վերջ և շատ ամեն մեկն էլ տարբեր փորձություններ, նեղություններ անցան, հավատքի մեջ մնացին մինչև ննջելը, մինչև իրենց երկրավոր կյանքում աչքները փակելը, առանց խոստմունքները ստանալու, եթե մեռան ու վերացան, ապա խոստմունքները մնացին, Աստված խոստացել է շատ բաներ նրանց համար, նրանք այդ խոստմունքներով տեսնում էին հեռուն, մոտիկի պես և ուրախանում էին, կարծես շոշափեին այնքան Աստծո խոսքով ապագան տեսնելով երկնային արքայությունը, Աստծո առաջ կանգնելու խոստումը, այդ քաղաքում բնակվելու պատվավոր, այսպես ասած, իրենց պատվավոր պիտի դիրքի կանգնեցնի Աստված, այս խոստումները կարծես շոշափելի տեսնեին, որովհետև հավատում էին Աստծուն, հավատում էին նրա բերանի խոսքից դուրս եկած այդ խոստումներին, այս խոստումներն Աստված նրանց պիտի տա, նրանք մեռան, բայց չվերացան, դեռ պիտի ստանան, որոշ բաներ ստացել են, որոշ էլ կստանան մեզ հետ միասին, ես դրա վրա չեմ ուզում կանգնել, որ ժամանակում է դա, Աստված իր խոստումները բոլորը իր հավատարիմներին պիտի տա, մեր ժամանակն է, մենք ապրենք այս խոստումներով, նրանց հետ խոսացած բաները մեզ համար նույնպես վերաբերվում են, եթե Աբրահամին խոստացվեց, որ քո սերնդից պիտի ծնվի փրկիչը, Մեսիան, քո որդով բոլոր ազգերը պիտի օրհնվեն, շատ մարդիկ ամեն ազգերից կհավատան Հիսուսին և կլինեն քեզ կճանաչվեն որպես հավատացող քեզպես, դու կլինես այդ հավատացողներին այս որպես օրինակ հայր լինելով որպես օրինակ հավատքի, հավատացող ամեն ազգերից եղող ժողովրդի, հավատացող ժողովրդի հավատքի հայր, օրինակ որպես նվիրված մարդ Աստծուն, այս խոստումով ապրում էր Աբրահամը և դաստիարակում իր սերունդին, որ այս խոստումը ձեզ համար է, դուք պիտի պահեք, որ այս խոստումը ձեր ազգի, մեր սերունդի մեջ իրականանա, Իսահակին էր կրթում, մյուսներին, ում որ տեսավ իր երկրավոր կյանքի մեջ, ծրագիր էր կազմել, այդ խոստումը պահելու, իր սերնդին մնալու համար աշխատանք տանի, մենք այսօր Քրիստոսին մեկացել ենք, նրա մահվանն ենք մեկացել, նրա հարությանն ենք մեկացել, ուշադրություն եք դարձնում, այս ծրագիրը հասել է մեզ և այն էլ ձուլվել ենք նրան, նա մեռավ մեզ համար, մեր մեղավորներիս տեղը խաչը ելավ, նա հարություն առավ մեզ, արդարացրեց իր հարությամբ, մեր ամբողջ պարտքը հատուցելով, մենք մեկացանք նրան, այս օրհնյալ հաղթությունը ունենք արդեն, նաև ապագա, որտեղ մեր Տեր, այնտեղ մենք պիտի լինենք, սրա համար պիտի ջանք անենք, որ այս խոստումը օրհնությունը ստանանք, լինենք այնտեղ, որտեղ որ մեր Տերը,
Այս մարդիկ ասում է հերվանց տեսան եւ իրենց պանդուխտ էին համարում երկրավոր կյանքի մեջ։ Այնպիսի մի գործեր չէին ծրագրում, որ մտածեն, որ հավերժություն է երկրի վրա ապրել։ Իրենց գործերը ծրագրում էին այնպես, որ երկնքից չզրկվեն։ Թեև Աստված օրհնեցել Աբրահամին, շատ էլ հարուստ էր, բայց ինքը էլի պանդուխտի պես էր իրեն տեսնում։ Այս երկրավոր կյանքը ոնց որ երիտասարդը գնում է բանակ ծառայելու, պիտի ծառայեմ, ավարտեմ, գամ տուն, իմ տունը երկինքն է։ Աբրահամն այսպես էր նայում եւ պանդուխտի պես էր ապրում։ Ինչ է նշանակում սա։ Սիրտը չկապել որության մի բանի հետ։ Սա հավատքով հերուն տեսնողը դա իր անձը կպատրաստի այսպես նայելուն, որ իր սիրտը չկապի որության մի բանի հետ։ Ինչ կլինի, Տերը կտա, չի տա, կյանք է տվել ինձ։ Արդեն կարևորը ես ունեմ։ Այս խոստումներով ապրում էին եւ դրա համար մինչեւ մահ էլ հավատքի մեջ մնացին։ Թեկուզ հոժար կյանքով դուրս եկավ իր հոր տանից, մեծ նեղություններ քաշեց, պանդուխտ եղավ, անապատում ապրեց։ Եթե նրանք ետ դառնալու միտք ունենային, ժամանակ ունեին ետ դառնալու։ Ցավում եմ, որ այսօր շատ հավատացյալներ տեսնում ես, հաստատուն չեն տեսնում Աստծո խոսքով հեռուն։ Ինչի Աստված իրենց համար ծրագրել, Քրիստոսին հավատալ ինչ է նշանակում, ինչ ունենալ, ինչեր ունենալ։ Հեշտությամբ կարողանում են թողնել հավատքը, բավարարվել, դե ես էլ եմ հավատում, տունը կաղոթեմ, էդ էլ եմ մեռնում, դա հնարավոր չի։ Թողնում են հեշտությամբ, կամ այնպիսի մի ծրագիր են կազմում իրենց ապագայի համար, որ ուղղակի հավատք թողելու ծրագիր է։ Այնպիսի աշխատանքներ, կամ միջև անգամ ընտանիք կազմելու հարցը, Վերջում մարդը, որ ընտանիք է կազմում, որ մի հավատարիմ ընկեր ունենա, որ իրեն օգնի երկինք մտնի։ Մեկը մյուսին կանգնեցնեն, լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Եթե երկուսով են հավատարիմ իրար, հարգում են Աստծուն, աստվածավախ են, եթե մեկը ընկնի, մյուսը կկանգնեցնի։ Բայց եթե կապում է կյանքը մի մարդու հետ, որ պիտի աշխարհը սիրող մարդ է, եթե հանգարց ընկավ, ավելի է գցելու։ Այս մարդիկ իրենց ապագան այնպես էին դասավորում, այնպեսի բաներ էին խոսում իրենց սերնդին, որով երևում էր, որ նրանք ավելի ազնիվին են ցանկանում, այսինքն երկնավորին։ Մի քաղաք էին փնտրում, որ Աստված պատրաստել էր նրանց համար, սպասում էին, որ մտնեն այնտեղ։ Աստված ամոթ չհամարեց այսպիսիներին, հավատարիմներին, իրենց այդպիսիների Աստվածը կոչվելու։ Այն որ ասում էր, ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը, նա մեզ էլ է ճանաչում։ Սա պատասխանատու դիրք է։ Աստված քո անունը տա եւ ասի, ես քո Աստվածն եմ։ Ես քո Աստվածն եմ։ Ինչ է սա նշանակում։ Սա փառավոր, չգիտեմ, սանից մեծ պատվավոր բան, եւ մարդիկ հեշտությամբ համակերպեն այն մտքին, որ հասարակ նայեն այս փառավոր դիրքին, անվանը։ Մի օրինակ բերեմ Հակոբի եւ Իսավի կյանքից, ուրեմն Եսավի մասին նույն Եբրայեցի նամակում 12-րդ գլխի առայժմ 16-17-ը կկարդամ, իհարկե այս տեքստը նորից եմ կարդալու, այսպիսի խոսք է ասում Եբրայեցի նամակի հեղինակը, ասում է, որ չլինի մեկը պոռնիկ եւ պիղծ ինչպես Եսավը, որ մի կերակուրի համար իր անդրանիկությունը ծախեց, որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնություն ժառանգել, բայց մերժվեցավ, որովհետև ապաշխարության տեղի չգտավ, թեև արտասուքով խնդրեց, բայց չստացավ։ Նա
Չստացավ, որ ոչ թե Աստված որ չեր ուզում տալ, ուղղակի նա չէր էլ կարող վերցնել։ Ուշադրություն դարձեք նրա վերաբերմունքը։ Իհարկե ամբողջ տեքստերը չեմ կարդա, համարները կասեմ, դուք հետո կկարդաք Ծննդոց գրքից։ Ուրեմն 27-րդ գլխից պետք է կարդամ, մինչ այս հատվածը կարդալը Եսավը, այսինքն իրենք ընտանիքով ապրում էին Քետի երկրում, քետացիների երկրում։ Եսավը այդ երկրից աղջիկներ էր առել, ասում է Եսանը կին էր առել քետացիներից, երկու աղջիկ ամուսնացել էր երկուսի հետ, ինչ էր այս արտահայտությունը ցույց է տալիս, որ ինքնուրույն էր որոշում, ում հետ ոնց անի, ինչպես ընտանիք կազմի, անխորհուրդ, այսպես ասած, իր ծնողների հետ այնպես չէր, որ խորհրդակցեր, առաջնորդություն ստանար, գուցե մի լավ խրատ տային, իհարկե ամուսնացողն է ընտրողը, սակայն օգնություն էր պետք նրան, սակայն երևում է, որ այդ արտահայտությունից իր որոշումներով կատարած քայլ։ Եթե հավատքի մարդ լիներ, հեռուն տեսներ Աստծո խոստումներով, որ Աբրահամին ինչ խոստացավ, Իսահակին, իր հորը, եւ ես անդրանիկ որդին եմ, եւ սա կարող է իմ բաժինը լինել այդ խոստումը։ Նա Իսահակի հետ, իր մոր Ռեբեկայի հետ խորհրդակից կլիներ։ Տեսեք, հետո երևա ծնողները հառաչում էին այդ կանանց ձեռքը։ 27-րդ գլխի առաջին համարում 1-ից 6 համարում խոսում է, որ Իսահակը շատ էր կապված Եսավի հետ, որովհետև որս էր անում, անուշ խորտիկներ էր պատրաստում եւ մի օր ասեց գնա ինձ համար կերակուր պատրաստի եւ ես քեզ օրհնեմ։ Նա որոշել էր Աբրահամին տրված խոստումը, որպես օրհնանք տար ժառանգություն Եսավին, մեծ աներ Եսավին, բայց Աստված նախորդ գիտեր, որ Եսավը ինչպիսի վերաբերմունք է ունենալու այդ փառավոր խոստումների համար, ու դրա համար միջև նրանց ծնվելն Աստված ասել էր, փոքրը մեծ կլինի։ Աստված նախորդ տեսել էր դա։ Իսահակը այսպես էր ասում, որ որոշել էր այդ օրհնությունը տար Եսավին, Ռեբեկան լսում է եւ գալիս է Հակոբին, իր մյուս որդուն, երևի թե գիշեք այդ պատմությունները, պատրաստվում է թե ինչ խորհրդակցում իր որդու հետ, ինչպես այդ օրհնությունը Հակոբը վերցնի։ Իհարկե խաբեության ճանապարհով են վարվում, երկ չեն կարող գտնեն, գուցե մտածում էր խոսեմ, ինձ չի հասկանա, Իսահակը չգիտեմ։ Ամեն դեպքում Հակոբի երևում էր նախանձավորությունը Աստծո խոստումները ստանալու։ Թեև մոր հետ խորհրդակցելով այս ճանապարհին գնացին, խաբեության ճանապարհով անասուն մորթեցին, խորտիկներ պատրաստեցին, Եսավի հագուստն ակնավ, փորձեց ինչ որ հնարավոր է նմանվելու Եսավին արեց, հայրը նրան իր մոտ կանչելով 27-րդ գլխի արդեն որ բերել էր կերակուրը հոր մոտ, իբրև ինքն է Եսավը, կարդամ 26 համարից, 27-րդ գլխի 26 համարից մինչև 29, նրա հայրը Իսահակը ասեց. մոտեցիր ինձ եւ համբուրիր ինձ որդիս, եւ նա մոտեցավ եւ համբուրեց նրան, եւ նա հոտոտեց նրա հանդերձների հոտը եւ օրհնեց նրան եւ ասեց. տես, իմ որդու հոտն է, այն արտերի հոտի նման է, որ օրհնեց Աստված։ Եվ Աստված տա քեզ երկնքի ցողը եւ երկրի պարարտությունը եւ ցորենի եւ գինի առատությունը, ազգեր ծառայեն քեզ եւ դու ժողովուրդներ քեզ երկրպագեն։ Քո եղբոր վրա իշխան եղիր եւ քո մոր որդիկը քեզ երկրպագեն, քեզ անիծող անիծյալ լինի եւ քեզ օրհնողը օրհնյալ լինի։ Հետո Հակոբը գնաց, Իսահակն է գալիս հոր մոտ, արդեն պատրաստած խորտիկները, երբ որ ասում է հայր եկել եմ խորտիկները պատրաստել եմ, կեր եւ ինձ օրհնիր, ասեց բա նա ով էր, հասկանում եմ որ Հակոբն էր եկել եւ այս օրհնությունը հորից
ստացել, հայրը օրհնել էր, նեղում, բարկանում է, շատ բարկանում Եսավը, այսպիսի մի խոսք է ասում, 37 համարից կարդամ, 36-ից, միթե նրա անունը Հակոբ չեն ասում, և ահա սա երկու անգամ է, որ ինձ խաբել է, իմ անդրանիկությունն առավ, և հիմա էլ ահա օրհնությունն առավ, և ասեց, ինձ համար օրհնություն չես թողնել, Իսահակը պատասխանեց Եսավին, ահա նրան քեզ վրա իշխան դրի և իր բոլոր եղբայրները տվի նրան ծառաներ լինելու համար և ցորենով և գինիով հաստատեցի նրան և հիմա քեզ ինչ անեմ որդիս։ Եսավը ասեց իր հորը. միթե դու իմ մի հատ օրհնություն ունես, հայր իմ, ինձ էլ օրհնիր։ Եսավը բարձր ձայնով սկսեց լացել և նրա հայրը Իսահակը պատասխանեց և ասեց նրան. ահա երկրի պարարտությունը լինի քեզ քո բնակարանը և երկնքի ցողիցը վերևից և քո սրովն ապրես և քո եղբոր ծառայես։ Իսկ երկավոր օրհնություններ ստացավ։ Այն երկնային խոստումը, որ Աբրահամին ասված էր, չեղավ։ Եսավ այդտեղից դուրս է գալիս, շարունակությունում է խոսում, ատելություն իր սրտի մեջ, որ պիտի սպանեմ իմ եղբորը, հայրս ծերացել է, երբ որ մահանա, դրանից հետո այդ բանը կանեմ։ Սա հասնում է Ռեբեկայի ականջին և խոսում որդու հետ, որ պետք է գնաս քեռուդ տուն, այնտեղ ապրես Հակոբին, որ մինչև քո եղբոր բարկությունը անցնի։ Նաև Ռեբեկան խոսում է Իսահակի հետ, տեսեք այս խոսքերը, 46 համարը։ Ռեբեկան ասում է Իսահակին. կյանքիցս զզվել եմ քետի աղջիկների պատճառով, եթե Հակոբն էլ այս երկրի աղջիկների պես քետի աղջիկներից կին առնելու լինի, էլ ինչու է ինձ կյանքը պետք։ Ես չեմ կարող ապրել։ Այսինքն վատ վարքի տեր էին։ Պատկերացրեք, եթե Աբրահամին տրված խոստումը տրվեր Եսավին, այդ կանայքը այդ խոստումը պահելու էին, այդ ապագան ինչ որ Աբրահամի սերնդին խոստացված էր, Եսավով հասնելու էր այդ սերնդին, նրանք երբ էին արժեքավորում երկնայինը, որ եթե արժեքավորեին, այնպիսի կյանք ապրեին, որ չէին դառնացնի Ռեբեկային։ Նրա սիրտը չէին վշտացնի այնպես, որ մտածում էր, եթե Հակոբն էլ այս տեսակ կանայքից առնի, ինձ ապրելն էլ պետք չի։ Պատկերացնում եք։ Իսահակը օրհնել էր Հակոբին, նրա օրհնությունը, ասում է, ես չեմ կարող փոխել, չէր կարող փոխել այդ օրհնությունը։ Սակայն Հակոբը երբ ստացավ, երբ հաստատվեց այդ օրհնությունը, ուշադրություն դարձրեք 28-րդ գլխի առաջին համարից կարդամ մինչև 5-ը։ Իսահակը կանչեց Հակոբին և օրհնեց նրան և պատվիրեց նրան և ասեց նրան. Քանանի աղջիկներից կին չառնես։ Վեր կաց գնա Փադան Միջակետ, Փադան Արամ, քո մոր հայր Բաթուելի տունը և այնտեղից քեզ համար կին առ, քո մոր եղբայր Լաբանի աղջիկներիցը, և ամենակարող Աստվածը օրհնե քեզ և քեզ աճեցնե և քեզ շատացնե և դու ժողովուրդների ժողով լինես։ Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը և քո սերնդին քեզ հետ, քո պանդխտության երկրի ստացվածքի համար, որ Աստված տվել է Աբրահամին։ Իսահակը ճանապարհեց Հակոբին և գնաց Փադան Արամ Միջակետ։ Այսինքն հնազանդվեց Ռեբեկային, հնազանդվեց Իսահակին Հակոբը։ Այդ ժամանակ հաստատվեց նրա վրա այն օրհնությունը, ինչ որ հայրը տվել էր։ Այս խոնարհվելով նա առավ։ Հավատքով տեսնելով ապագան, նա հնազանդվեց ծնողներին և արժանացավ այն խոստմանը, այն ծրագրին, ինչ որ Աբրահամը որոշել էր, Աստված որոշել էր Աբրահամի համար, Իսահակի համար։ Այդ օրհնությունը հաստատվեցավ Հակոբի համար, որ ասում էր բոլոր ազգերը քո որդով կօրհնվեն, այստեղ էլ Հակոբի ասում է ոնց է ասում, ժողովուրդների ժողով լինես, այսինքն տարբեր ժողովուրդներից պետք է ասում դարձողներ լինեն, այդ որդուն, խոստացված որդուն, որն էր Քրիստոսը, հավատացող լինեն, և այդ ազգերից ժողովուրդ պիտի լինի քեզ,
համար, այսպես ասած։ Խոստում, մեծ օրհնություն, այս նպատակով ապրում էր։ Ուշադրություն դարձրեք, շատ երիտասարդներ այդ հեռանկարով չեն ընտանիք կազմում։ Սա էլ է հավատքի տեսանկյուն։ Մարդը ինչպես է որոշել, ինչ քայլեր անի, ինչպիսի ճանապարհ ընտրի իր համար, իր կյանքի կողակից ով լինի։ Եվ շատ երիտասարդներ անարգում են հավատացյալը մեկը մեկին, թեկուզ հավատում են իրար, հավատում են Աստծուն։ Բայց այդ հավատքը, որ ունի դիմացինը, մեծ արժեք չեն գնահատում։ Հավատացյալ լինել արդեն մեծ դիրք է։ Եվ Աստված բոլորից ճանաչում է, անունով գիտի։ Մենք էլ պիտի Աստծո տեսանկյունով մոտենանք, մեզ համար պատվավոր լինի հավատացյալ մարդը։ Եվ եթե դու ուզում ես կյանքը դասավորես, նախ իմացիր, ընկերդ քեզ կանգնեցնող կամ գցող պիտի լինի։ Եսավը, երբ որ լսեց, որ իր ծնողները չեն հավանում իրական անձ, քետացի աղջիկներին, ու Հակոբին ուղարկեցին, որ Լաբանի աղջիկներից կին առնի, այս ամենը երբ որ լսեց, այս շարունակությունում է գրված։ Նա գնաց Իսմայելի սերնդից մեկին առավ որպես իր կին, իբրև թե դրանով դուր գա իր ծնողներին։ Էլի ինքնագլուխություն։ Այս մարդը թեկուզ այդ ճանապարհն անցավ, էլի ինքնագլուխ։ Դե են էլ Աբրահամի սերնդից։ Իսմայելը։ Բայց եթե խորհրդակցեր Իսահակի հետ, հայր, թեկուզ մեծ լինի Հակոբը։ Այն խոստումը, որ տվել ես, հաստատվի նրա վրա։ Ես ինչ անեմ, որ ճիշտ լինեմ, ես ինչպես ուղղեմ իմ ճանապարհը։ Գնաց ինքնուրույն քայլ կատարեց։ Սրանից երևում էր, չէ, որ հավատքով չէր տեսնում Աստծո ծրագրերը։ Ինքնագլուխ իր առաջնորդությունն էր, իր քայլերն էր անում։ Դրա համար չհաստատվեց այդ խոստումը նրա վրա։ Դուք եք խոստման արժանացել, ջանքարեք, որ պահեք։ Ջանքարեք պահեք և չկորցնեք ձեզ հասանելիք օրհնությունը։ Այն հատվածը, որ Եբրայեցիս նամակում խոսում է Եսավի մասին, որ առաքյալն ասում էր, չլնեք Եսավի նման, որ մի կերակուրի համար անդրանիկությունը վաճառեց, նաև մեզ է վերաբերվում։ Սա չլինի թե երկրավոր մի բանի համար դու քրիստոնյա դիրքդ կորցնես։ Այդ հատվածում այսպիսի խրատ է տալիս։ 12 համարից կկարդամ, 12 գլխի 12 համարից մինչև 15-ը ես շարունակությունն եմ կարդացել 16-ն 17-ը, սակայն մինչև 15-ը հիմա կկարդամ։ Նրա համար հաստատեցեք թուլացած ձեռքերը և տկարացած ծունկերը և ձեր ոտների համար ուղիղ ճանապարհ շինեցեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Հետևեցեք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց նրան ոչ ով Տիրոջը չի տեսնի։ Զգույշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառը արմատ վեր չբուսնի և նեղություն տա և նրանով շատերը պղծվեն։ Ուրեմն ինչ ասում։ Դուք ձեզ պատրաստ եք հոգևորապես հասուն մարդ լինելու, որ եթե մեկն էլ թուլացել է ձեռքերը, դժվարանում է հոգևոր այդ գործունեություն անել, զորացնող լինեք։ Մեկի ոտքերն է թուլացել, չի կարող հավատքի մեջ կանգնել, գնալ, ձեզ նայելով կարողանաք կանգնել։ Դուք օրհնություն լինեք։ Եվ այն ժամանակ, որ ասեց Հակոբին, որն ասեց նաև Աբրահամին, քեզ անիծողը կանիծվի, քեզ օրհնողը կօրհնվի։ Այս խոստումը նաև կհաստատվի մեզ վրա։ Եթե դու այդ նախանձավորությամբ ապրում ես, պատրաստում ես քեզ Աստծուն նազանդվելու ոչ միայն քո անձի, այլ նաև քո շրջապատի համար, այս օրհնությունը նաև ձեզ կհասնի։ Նաև ասում է, այնպիսի մի ապրելակերպ, վարքագիծ ունեցեք, որ ձեր նայող կաղը, որ հեշտությամբ կարա մեղքի մեջ ընկնի, կաղում է հավատքի մեջ, առիթ չտաք նրան մեղքի մեջ ընկնի, կաղը չգլորվի, այլ
բժշկվի, խաղաղություն ունեցեք ամենքի հետ եւ սրբությամբ վարվեք, Աստծո կամքի մեջ եղեք։ Առանց որի ոչով Տիրոջը չի տեսնի, ասում է։ Սա այս ամեն բարիքները մենք Աստծո շնորհք առած պիտի գնանք։ Երբ որ մարդը հերուն տեսնում է հավատքով եւ ապրում Աստծո կամքը կատարելու նպատակով, տեսնում է իր պակասությունները, խնդրում է Աստծո շնորհք, առնի շնորհք, խաղաղությամբ վարվի, սրբությամբ վարվի մարդկանց հետ, իրեն տեսնողը, այսպես ասած, բժշկվի, եթե մեկը սխալ է ապրում, միայն այնպես չի խրատով կասես եւ վերջ, քո ապրածնել է դաս, խոսք, քեզ նայելով մարդիկ սովորեն Աստծո կամք, Աստված ձեզ օրհնի, զորացնի։ Աստծո խոսքով մեզ հայտնի է Աստծո ծրագիրը։ Աստծո խոսքով հայտնի է, որ մենք արդեն ունենք Քրիստոսին, եթե նրանք նայում էին Քրիստոս աշխարհ պիտի գա, մենք մեկացել ենք Քրիստոսի մահվանը եւ հարությանը։ Աստծո խոսքով մեզ հայտնի է երկինքը, Տեր ասեց, բնակարանները պատրաստված են ձեզ համար։ Մենք Աստծո կամքով խոսքի գիտությամբ, Աստծո ծրագրերը հասկանալով ապրում ենք հնազանդ Աստծուն, որ չլինի թե մեկին գայթակղություն լինենք, կամ մենք կորցնենք մեր հավատքով Հիսուսին հավատալով ձեռք բերածը չկորցնենք։ Ընտանիք կազմելու մեջ էլ մարդը Աստծո առաջնորդությունը կրթություն է դա, Աստծո առաջնորդություն ունենալով է մարդը ընտանիք կազմում երիտասարդի եւ փառք Աստծո մեր մեջ շատ երիտասարդներ կան եւ ես դա շեշտում եմ այնպես չի որ պիտի քնես մի հատ երազ տեսնես դա լինի քեզ Աստծո առաջնորդություն դա իր հերթին կանի Աստվածչյանի իր գործն է Աստծո առաջնորդությունը Աստծո Աստվածավախ մարդ ճանաչելն է դա է առաջնորդությունը մարդ ընտրեմ կողքից որի ընկածս վաղ ձեռիցս բռնի ոչ թե օգնվի հանգամանքից որ տկարացել եմ տանի դեպի աշխարհասիրության դեպի ինչ-որ ճոխության ցանկանալու ու կապանքների մեջ գնամ Աստված մեզ օգնական այսքանը Տերը մեզ պահի հավատքով պիտի ապրենք եւ տեսնելով ապագան գնանք դեպի երկինք մեր Տիրոջը դիմավորելու մեզ պատրաստենք աղոթենք